Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Սփյուռքի ձայնը հեռուստահանդեսը դարձյալ ձեզ հետ է։ Այսօրվա իմ հաղորդումը ուզում եմ սկսել ձեզ ներկայացնելով Սրբոց նահատակ Աջ Շաբաթօրյա վարժարանի շրջանավարտած հանդեսի մասին իմ պատրաստած ակնարկը։ Այս տարի 54-րդ շրջանավարտներն էին, որ հրաժեշտ տվեցին Սրբոց նահատակ Աջ Շաբաթօրյա վարժարանին, ավարտական հանդեսով, որին ներկա էին վարժարանի բարեկամները, ծնողները, նախորդ տարիների շրջանավարտները։ Ամենքը, ովքեր հավատում են հայրենիքից հեռու հայ վարժարանների հայապահպանման առաքելությանը։ Շուրջ 60-ամյա այս վարժարանը քանի սերունդներ է դաստիարակել հայերեն եւ փրկել ձուլումից։ Գուցե նրանցից շատերի համար հայերեն լեզուն այնքան էլ գործածական չէ մնացել, սակայն հայու հոգին, որ սերմանել է այս վարժարանը, խոր արմատներ է ձգել բոլոր շրջանավարտների մեջ։ Հանդիսությունը սկսվեց վարժարանի հոգաբարձության ծատենապետուհի Ջիլդա Սաղլամերի բացման խոսքով։ Armenian Language School instills upon our youth importance of being part of such a rich heritage. Here they learn the language, culture, history, and religion of our people. It is the knowledge that they learn in Armenian school that will slightly their pride of their Armenian identity. At this time, I would like to congratulate the 7th grade graduates and their families for completing this chapter of their education. Իր խոսքի վերջում նա շնորհակալությամբ գնահատեց բոլոր այն անհատներին, որոնք ներգրաված են վարժարանի աշխատանքներում, ուսուցիչներին, հոգաբարձության եւ ծնողած հանձնախումբերի անդամներին, բոլոր նրանց, ովքեր իրենց նյութական եւ բարոյական աջակցությունն են բերում վարժարանին։ Սիրելի շրջանավարտներ, այս նշանակալից օրվան գբարդիկ ձեր ծնողքին, որոնք անսահման զոհությամբ տարիներ շարունակ ցես փերած են հայ թբրոց, զինելու փոլորիդ հայու հոգով, մեր բաբենական ավանդություններով, մեր նայիրյան լեզվով, կրոնքի եւ մշակույթի քանցերով։ Եվ այս բոլորը իրականություն դարձավ այս թբրոցի նվիրյալ եւ չանասեր ուսուցչական կազմի չանքերով։ Բողբոջ եւ ծաղիկ դասարանների փոքրիկների ելույթը, հայկական երգերի կատարումները Անի Ջերջերյանի ուսուցմամբ եւ Տիգրան Դումանյանի նվագակցությամբ մեծ հաճույք էր ներկաների համար։ Հրաժեշտ մանկապարտեզին։ Փոքրիկներին մանկապարտեզի ավարտական վկայականները բաշխեց երկարամյա ուսուցչուհի Տիկին Մարի Սարգսյանը։ 2012 թվականի աշակերտները մեկը մյուսին հաջորդելով իրենց հրաժեշտի խոսքը ասացին, նվագակցությամբ ջութակահարույն Ստեփանի Դարյանի։ Շրջանավարտները 7 էին։ Նրանք կարդացին իրենց շարադրությունները, արտասանեցին հայ բանաստեղծների գործերը։ Իրենց շարադրությունների մեջ նրանք անկեղծ էին հրաժեշտի պահին, շնորհակալության խոսքերով, գիտակցությամբ, որ ձեռք են բերել ազգային կրթություն, որի մեջ եթե թերանային, հետագա ողջ կյանքում պետք է զղջում ապրեին։ Ուրախությամբ, որ հաղթահարեցին հայեցի ուսման ոչ այնքան դյուրին, բայց կարևոր տարիները եւ հարստացան հայերենի, իրենց մայրենի լեզվի իմացությամբ։ Աշակերտներին իրենց շնորհավորական խոսքը ուղղեցին 2002 թվականի շրջանավարտ Դալար Այդենը եւ 2004 թվականի շրջանավարտ Նիկոլ Սաղլամերը։ Այս թվրոցը սորվեցուցած է ինձի ինչ է հայ ըլլալը եւ ինչ է հայությունը։ Առանց այս արժեքները, որ սորված եմ այս թվրոցին մեջ, այսօրվա հաճող եւ հբարտ հայ երիտասարդը չէի ըլլար։ Վկայականների հանձնման արարողության իրենց մասնակցությունը բերեցին նաև արժանապատիվ տեր Աբրահամ Քահանա Մալխասյանը եւ նաև Կարեն Քարամյանը։ Շրջանավարտները արժանացան նաև մրցանակների։ Երրորդ տեղին արժանացավ Ալեքսա Մուրադյանը նվիրված Մարի Հարությունյանի կողմից եւ Սանդրայի Քանը նվիրված Հերա Սաղերօղլու կողմը՝ ի հիշատակ իր Անիկ Մայրիկի։ Ալեքս Սաղլամերը արժանացավ երկրորդ մրցանակին, որ նվիրված էր Վիկտորիա Քեշեշյանի կողմից՝ իր հիշատակ իր ամուսնու։ Առաջին մրցանակին արժանացավ Մարի Բեջիմինյանը, նվիրված Տիկին Ոսկի Դաղդելանի կողմը՝ ի հիշատակ իր ամուսնու։ Ալեքս Սաղլամերը արժանացավ նաև եկեղեցի դպրոց մրցանակին, եկեղեցվո ծխական խորհրդի կողմը, եկեղեցվո Սուրբ Խորանին ծառայության համար։ Վարժարանի աշակերտները միասնաբար կատարեցին հայկական խմբակային երգեր։
Հանդեսին իր մասնակցությունը բերեց նաև Սրբոց նահատակած եկեղեցվո հայ պարպարախումբը։ Ավարտական հանդեսը շարունակվեց ճաշկերույթով, ուր պատվո սեղանը նախատեսված էր շրջանավարտների համար։ Հրաժեշտի ճաշկերույթ։ Թեև հրաժեշտ էին տալիս իրենց ամենօրյա հանդիպումներին միայն, բայց ոչ միմյանց, ոչ բարեկամությանը, որ հիմք էր դրվել ամենավաղ մանկությունից։ I think anybody that's Armenian should definitely come to this school, whether it's for Armenian school or Sunday school or regular day school, because it not only teaches you how to speak your language and to read and to write, but I also got to meet a lot of friends. I have to say to everyone, it is amazing going to Armenian school. You get to make a lot of new friends. Even though you have a lot of homework, it's the best. I'm speechless about it. Գուզեմ որ բզդիկները հոսքան, որտեղ շատ friendly environment մնե եւ շատ ուրախ կլաս հոսալալուց համար եւ շատ գսորվիս։ Ամենեն կարևոր բանն է, որ հբարդությունս հայ ժողովրդին համար։ Շատ հբարդ գսկաս ամեն շաբաթ օր երբ որ հոսքաս, քանի որ ճուն կուլեզուտ շատ ճուն գսորվիս եւ մենք բզդիկ ասկ մնենք, բայց թե շատ կարևոր է որ հայերեն սորվենք, որբեսի մնանք մեր ասկը, հայերեն ասկը։ Այս վարժարանի մեջ ամենա իմ սիրածը, որ դասատուները շատ կսիրեն երեխեքը եւ շատ կուզենան ձեզ օգնել։ Ես շատ սորվեցա վարժարանի մեջ, երգել, կարդալ, գրել։ What I love about the school is the classes are amazing, and me and my friends, I met tons of great friends here. We all joke around, we have fun, but we have a great learning environment. And I like this school because it's fun and we meet other people who are Armenian and we learn about Armenia and all of our people, and we learn how to read and write. Մեծ է շաբաթօրյա վարժարանների առաքելությունը եւ ինչ որ չափով զոհողություն է պահանջում։ Ծնողներն ու ուսուցիչները իրենց 5-օրյա աշխատանքային հոգնածությունից, աշակերտները իրենց ծանրաբեռնված ամենօրյա դասերից հետո հանգստյան օրը, շաբաթ օրը դարձյալ ծանրաբեռնում են հանուն ազգային կրթության, հանուն ամերիկացի երեխաների հայեցի դաստիարակության, հանուն հայ սփյուռքի հարատեվության։ Գուցե ոմանց այդ անիմաստ թվա, սակայն ազգի պահպանումը եւ ազգային գիտակցությունը մեծ հարստություն է մարդու համար, եւ ամեն հայ պարտավոր է իր երեխային այդ հարստությունը ժառանգելու։ Այնպես որ հայ ծնողներ, հիշեք, որ հայ վարժարանները եւ դրանց թվում նաեւ Սրբոց նահատակած շաբաթօրյա վարժարանը սպասում է ձեր զավակներին։ Նոր ուսումնական տարվա սեպտեմբեր ամսից ժառանգեք ձեր զավակներին մեր ազգային հարստությունը, լեզուն, մշակույթն ու պատմությունը։